Պայրներ Աստված օրհնի ձեզ, ողջունիր կողքինիդ, եթե նույնիսկ առաջի անգամը ավելի լավ, շատ օրհնի իրան, ասա Աստված օրհնի քեզ, որ դու այսօր այստեղ ես, մեզ հետ ես միասին, քեզ շատ սիրում ենք Հիսուսի սիրով։ Այսօր մի հրաշալի օր է, շատ լավ օր է։ Ես այսօր խոսելու եմ նշանդրեքից, ինչ է նշանակում նշանադրություն։ Խոսելու եմ այն մասին, թե ինչպես է լինում, երբ որ երկու հոգու նշանում են ու ասում են, այս երկուսը արդեն նշանված են։ Մի փոքր խոսեմ նշանադրությունից։ Դա մի հատ պայմանագիր է, կարելի ասել խոստում, որի հիմքում դրված է ապագա ընտանիքի կառուցումը։ Դա դեռ ընտանիք չի, դա մի ընթացք է, մի ժամանակահատված է, որ այդ ժամանակահատվածում իրենք ավելի մոտիկ են ճանաչում իրար եւ դրանից հետո կառուցում են իրանց ընտանիքը եւ Տիրոջ խոսքն է, որ տալիս է ինձ հնարավորություն եւ իրավունք ասել, որ դա Աստծուց է, որովհետև ընտանիքը հենց Աստծո ստեղծած միությունն է, ոչ թե մարդու, այլ Աստծո ստեղծած միությունն է, եւ դա մի կարևոր հատված է, որ մարդը պետք է անցնի։ Եվ եկեք բացենք Ծննդոց 2-րդ գլուխ 24 խոսքից մեզ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որ ամուսնությունը Աստծո ստեղծած առաջին հաստատությունն է։ Ստեղծված հենց առաջին օրերում, հենց գրքի առաջի էջում մենք կտեսնենք Աստծո ստեղծված ընտանիքը, որ Ադամը ու Եվան կառուցեցին եւ մարդը ասում է կթողնի իր հորը եւ մորը կմիանա իր կնոջը եւ նրանք կլինեն մի մարմին։ Եվ ասեմ, որ Ադամը առանց Եվայի ապրում էր, առանց Եվայի լավ էր ամեն ինչ իր մոտ, բայց ասվա հոգսերը այնքան շատացավ, գործերը այնքան շատացավ, որ իրեն հարկավոր էր ինչ հարմար օգնական։ Եվան պետքա հիշի, որ ինքը օգնական է, օգնող է, ոչ թե խանգարող է, օգնող է, ոչ թե փչացնող է, վերջը, որտեղ կա ասես բան, հենց է իմանում, երբ որ կա ղեկավար, մեկ էլ ընդունում ես մեկին գործի, օրի դա գործի մեջ, մեկ էլ այնքան խորհուրդ է տալիս, որ մեկ էլ դուրս է գալիս, արդեն ով է ղեկավարը, այնտեղ այն օգնականը դառնում է ղեկավար։ Օգնականը թող մնա իր դերում, իր տեղում եւ ամեն ինչ շատ ճիշտ կլինի։ Ամեն ինչ նորմալ կլինի։ Եթե օգնականը անցնում է ղեկավարության, ինքը քանդում է ամեն բան։ Այնպես որ սիրելի օգնականներ, ձեր տեղում եղեք, ամեն ինչ լավ կլինի։ Սիրո մասին շատ ենք խոսել, որ առանց սիրո չի լինի։ Այդ սերը հենց այդ յուղն է, այդ սմասկան է, այդ ամեն ինչն է, որ սիրով լինի։ Այդ օգնությունը ինչ որ անում է, ոչ թե զորով անի, ոչ թե զորով օգնի, այլ սիրով օգնի եւ այն մեկն էլ զգա, որ այս ամեն ինչը որ արվում է, սիրով է արվում։ Եվ այդ ժամանակ այդ ընտանիքում էլ կլինի սերը, ուրախությունը, խաղաղությունը, ոչ թե պարտականություններ, ես իմ պարտականությունը, ես էլ քո պարտականությունը, այլ կլինի սերը։ Այո, հարաբերությունների կենտրոնում պետք է լինի Քրիստոս։ Եթե չկա ամուսնության մեջ Քրիստոս, եթե նշանդրեքի ժամանակ կա մի որոշ ժամանակ, որ տրվում է մի ժամանակահատված, որ այդ նշանդրեքի ժամանակը իրանք անցնեն։ Մի անգամ ինձ կանչել էին ռուսական եկեղեցում, ավելի շուտ ուկրաինական եկեղեցում, որ ես խոսեմ նշանդրեքից։ Իրանց մոտ առաջին նշանդրեկն էր, ինչպես մեզ մոտ առաջին նշանդրեկն է այսօր։ Եվ դե մենք հայկական տրադիցիայով մենք շատ մոտիկ ենք, մեր ազգային տրադիցիաները շատ մոտիկ, ամբողջովին վերցրած է Աստվածաշնչից, մեր ազգային տրադիցիաները։ Բայց իրանք չունեն այդպես տրադիցիա։ Իրանք նույնիսկ չգիտեն այդ ինչ է այդ նշանդրեկը, ոնց այդ մասին խոսան, եւ ինձ էին կանչել, որ ես
բացատրեմ ու խոսեմ այդ մասին, պատկերացրեք, որ ամբողջ դահլիճը լիքը ժողովուրդ, տեղ չկար նստելու, աթոռները դատարկ չկային, եւ ես հարցրեցի, ասի, իսկ ձեր որ մեկի կյանքում ա եղել նշանդրեք։ Ասեք, քանի տոկոսը ձեր բարձրացնեն։ Դե լավ, Մելան քուջա, քանի տոկոսը, մոտավորապես մեկը թող տեղից ասի։ Ռոման, քանի տոկոսը ձեր բարձրացնեն։ 5%, ելով ա ասում։ Ենով ասաց, հլտես, լավ իմացողները, ոչ մեկը ձեր չբարձրացրեց, պատկերացնում եք, ամուսնացած են, երեխաներ ունեն, բայց ոչ մեկի կյանքում նշանդրեքը չի եղել։ Այդ ժամանակահատվածը, որ սրբությամբ պետքա պահեն, մի ամիսա, 2 ամիսա, 3 ամիսա չի եղել։ Ով երբ որտեղ հասել են, ամուսնացել են, չեն ամուսնացել, երեխա են ունեցել, մեկ էլ տես արդեն երեխա ունենալու ժամանակ հղի ձևով նոր արդեն ուզում են ամուսնանան, չես հասկանում ինչ է։ Դա աշխարհի մեթոդն է, դա աշխարհի ձևն է, դա աշխարհի կործանումն է, ուզում եք իմանալ, դա ընտանիքի կործանումն է։ Որտեղ չկա սրբություն, չկա Քրիստոս, չկա այդտեղ սրբություն, չկա այդ ժամանակը պահել, չկա այդ ժամանակահատվածը իրար հետ անցնել, չկա այդ ժամանակահատվածը, որ տղան սպիտակ ձիով գա իր աղջկա հետևից, օրինակ այսօր մեր տղան սպիտակ ձիով եկել է, տեսակ սպիտակ ձի կակում, որ չեք տեսել, ունենց են նայում, որ ոնց որ չեն տեսել, այս սպիտակ ձին չտեսակ, հենց մեր դրան մոտ կանգնած է, տեսել եք, բա, այս հենց ալմ իսկական տղան, որ սպիտակ ձիով գալիս է իր հարսի հետևից, Եվ այսպես, եթե կա իրանց մեջ Քրիստոս, իրանց մոտ ամեն ինչ շատ լավ կլինի։ Այդ թելը, որ կոչվում է 3 տակ, ոչ թե 3, հենց այնպես չի լինում, 3 տակ պետք է լինի։ Այդ թելը պետք է իրանց մեջտեղը պետք է լինի Քրիստոս։ Իրանց մեջտեղը պետք է լինի Քրիստոս։ Շատ կարևոր է։ Ասեմ ձեզ, ոչ բոլոր եկեղեցիները սա ունեն։ Ոչ բոլոր եկեղեցիներն են սա անում։ Հենց այնպես կեթան կգնան տերտերի մոտ, արդեն իրանք որոշել են, իրանք ասել են, իրանք հատուկ ծնողներին էլ չեն հարցրել։ Իրանք արդեն ամեն ինչ որոշել են, ծնողներն էլ հա, չէ, լավ, վատ է, կգնան քահանայի մոտ փողն էլ կտան, նա էլ կորտնի, իքը իր փողի տերն է։ Այդտեղ ոչ եկեղեցին կապ ունի, ոչ ծնողները կապ ունեն։ Ասեմ ձեզ, շատ կարևոր է ծնողների դերը երեխաների կյանքում։ Եթե ծնողները չորտնեն ամուսնությունը, դուք օրհնված չեք լինի։ Եթե հայրը սրտով չտա իր աղջկան, դա օրհնություն չի լինի, հիշեք։ Եթե մայրը սրտով չարձակի իր աղջկան, օրհնություն չի լինի։ Նույնը հակառակը, եթե տղայի կողմից ուրախ չլինեն, որ այդ աղջիկն է գալիս իրաց հարց, դա օրհնություն չի լինի, հիշեք, լավ հիշեք, ես ուրախ եմ, որ մեր երիտասարդները այստեղ նստած են ու լսում են, հուսով եմ լսում են, ոչ թե հեռախոսի մեջ են, որովհետև սրանից է կախված ձեր ապագայի ուրախ օրերը կամ դառը օրերը, որովհետև եթե չեղավ երրորդ մասը, որը կոչվում է Տեր Աստվածը, Տեր Հիսուս Քրիստոս, այդ ընտանիքները երկար ճանապարհ չունեն գնալ, հավատացեք։ Այսօր Ռուսաստանի ամենադառնագին բաներից մեկը դա բաժանություններն է։ 70% է հասնում։ 3 տարվա մեջ 70% բաժանվում է զույգերի, ինչի որտեղ իրանք որոշեցին, չկա ընդհանրապես, այս խոսքը ոչ միտեղ չես լսի, ոչ համալսարանում կսով, ոչ այդ տունը կսովորացնեն։ Ասма նստած ծխում է հայրը ու երեխուն ասма չծխես հա, սովորացնում ես դու ծխել ու հետո ասма չէ չծխես, ոչ չծխի այդ մարդը, ինչ տեսել է այդ է սովորելու, ուրիշ բան չի սովորելու, ինչ սովորացնես այդ է սովորելու։ Մի բան էլ պիտի խոսամ, որ ներման մասին, միշտ հիշի, որ այո, չի լինելու իդեալական կին, իդեալական աղջիկ, իդեալական տղա, միշտ ման է գալի, ասում այս տղա եմ ուզում, սենց բոյի եմ լինի, սենց աշկերով եմ լինի, սենց գույնի եմ լինի, սենց
վերջը մի հատ ցուցակ ա գն, որ չկա էլի, այդ բանն ա, այն ինտելեկտը ոնց ա կոչվում։ Հա? Իսկուստվինի, հա։ Էդի սարքել ա մի հատ տենց դրանից։ Էդի չկա, դրա կարող կա, եսի որտեղ Հոլիվուդում նկարել են, սարքել են դրել, այդ դերասանի նման են, լս այդ դերասան արդեն ամուսնացել ա մի քանի անգամ, դու գործ չունես։ Դու քոնինին մանարի, քոնինին փնտրի, երբ որ Տերը քեզ կտա, այդ կլինի քո իսկական կեսը։ Միշտ հիշեք, Աստված ասում ա, որն ա քո կեսը։ Ըլնում ա, որ մարդն ա ասում, ըլնում ա, որ Աստված ա ասում։ Սես մի հատ բան կա։ Մեկը ձիով գալիս ա, որ գնա աղջկան ուզի, գալիս ա տեսնող սենց խաչմերուկ ա, մի ճամփան սենց ա գնում, մեկը սենց։ Հա, գալիս ա տեղ կանգնում ասվա, Աստված ջան, դե ծնողներս մաշային չեն ուզում, հա, բայց դու ոնց ես ուզում էլի, ես ոնց գնամ, հիմա ձիս որ կողմը որ գնա, հա, ուրեմն էդ էլ կլինի, ընդեղ մաշանա, ընդեղ դաշանա, վերջ այս ձին շուրա գալիս գնմա դեպի դաշայի փողոցով, ասպա, я понял, Господь, воля твоя, но Մաշը մայա, վերջը շուրա գալիս այլի մաշայի մոտ, գիտես ինչ կա, Աստված քեզ տալիս ա ու հնարավորություն ա տալիս, ցույց ա տալիս, գիտի որն ա քոնը, որն ա, որ քեզ իսկապես քո ամբողջ կյանքում օրհնություն կբերի քեզ համար, դառնություն չի լինի քեզ համար, վստահի Տիրոջը։ Այո, նշանդրեքը դա առաջի քայլն ա, նշանդրեքը դա առաջի քայլերն ա, որ դու պետք է անես քո ընտանիքը կառուցել։ Մի բան էլ պետք է ասեմ, սիրելիներս, ավելի լավ է նշանդրեքը չլինի, չհասնի հարսանիքին, քան հարսանիքից հետո բաժանում լինի։ Ավելի լավ է մարդիկ բաժանվեն մինչև հարսանիքը, քան հարսանիքից հետո արդեն ամուսնությունից հետո բաժանություն լինի։ Այո, նշանդրեքը իրար ճանաչելու, իրար հասկանալու մի հատված է, որ շատ կարևոր հատված է, որտեղ կա ծնողներ, որտեղ կա եկեղեցի, որտեղ կա հովիվ։ Միտեղ, որ այս սրանցից մեկը չկա, իմացեք, այս թույլ նշանդրեքը, թույլ հարսանիքը, մի որոշ ժամանակ հետո կարող է լսես նույնիսկ բաժանվեցին, չզարմանաս։ Որովհետև եկեղեցին էլ դրված է, որ իրանց ուղի, հովիվն էլ դրված է, որ իրանց ուղի։ Կարող է մի բան լինի, որ ծնողներին չկարողանան ասեն, բայց կան հովիվին ասեն։ Ու հովիվը իրանց նստացնի, այն մեկի հետ խոսա, այս մեկի հետ խոսա եւ իրանց հարաբերությունները ուղի։ Ամեն։ Ես հեսա կանչելու եմ մեր զույգերին այստեղ, օրհնեմ։ Խնդրեմ Գարիկ ջան, դուք եկեք, Մարիամ ջան, երկուսով եկեք առաջ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եվ ուզում եմ, որ բոլորդ, Գարիկ ջան, դու ստեղ կանգնի, Մարիամ ջան, դու ընդեղ կանգնի։ Ուզում եմ, որ բոլորդ տեսնեք ու իմանաք, որ մենք եկեղեցում ունենք արդեն զույգեր, որոնք նշանվում են եւ երեք երեկոյան Դոմանգելում մեր հրեշտակների տանը եղավ նշանդրեքը, այսօր հայտարարում ենք եկեղեցում, որ Գարիկը եւ մեր Մարիամը նշանվում են եւ տրվում է իրանց մի որոշ ժամանակ, որ իրար ավելի լավ ճանաչեն, որ իրար հետ մի փոքրիկ ժամանակ քայլեն, մի փոքրիկ ժամանակ ժուշկալ լինեն, ժուշկալությունը դա սրբությունն է, Մարիամ ջան, պահես քո սրբությունը, Գարիկ ջան, պահես քո սրբությունը եւ կխնդրեմ, որ բոլորս աղոթենք եւ օրհնենք իրանց։ Խնդրում եմ բոլորս ոտքի կանգնենք։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով գալիս ենք քո առաջ եւ օրհնում ենք Գարիկին, օրհնում ենք Մարիամին, Տեր Աստվածս, եւ ասում ենք քո օրհնությունը թող լինի եւ քո պաշտպանությունը թող լինի նրանց կյանքում, Տեր Հիսուս։ Խնդրում ենք դու քո սրբությամբ պահես ու պաշտպանես
Եվ թող օրհնված ընտանիք մենք տեսնենք եւ ուրախանանք նրանց միաբանությամբ, նրանց սիրով ու քաղցրությամբ եւ թող Տիրոջ օրհնությունը լինի այս հրաշալի զույգի վրա։ Այնինչ որ դու միացնես, թող մարդը երբեք չբաժանի, թող իմաստուն գտնվեն եւ իրար ճանաչեն այս մի քանի ամիսների ընթացքում, թող լինեն օրհնված եւ այս միաբանությունը թող լինի երկնքի, երկրի եւ մարդկանց առաջ Տեր Հիսուս։ Օրհնում ենք քո սուրբ անունը, փառավորվես ու մեծարվես իրանց կյանքի մեջ եւ թող լինի ամեն բան քեզանով, քո պաշտպանությունն ենք հռչակում, Հայր Աստված։ Օրհնյալ լինեք, սիրելիներ, թող օրհնված լինի Տիրոջ անունը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ բոլորը ասեն ամեն։ Խնդրեմ ծաղիկները ներկա տալու, հարազատներս էլ իհարկե մի հատ ծափահարեք ու ասենք այս սիրուն զույգերի նստեք խնդրեմ, Աստված օրհնի ձեզ։ Ասեք, որ հրաշալի է մեր եկեղեցին, կարող եք շնորհավորել կողքի նստողներն ովքեր են, մոտեցեք շնորհավորեք։ Տեսեք ինչքան հրաշալի է, ինչքան լավ է, երբ որ ամեն բան կատարվում է եկեղեցում, ամեն բան կատարվում է Տիրոջ առաջ, Տիրոջ աչքերի եւ իր զավակների առաջ։ Այո, մենք տարբերվում ենք առաքելական եկեղեցուց, կաթոլիկ կամ ուրիշ եկեղեցիներից, ոչ թե նրանով, որ մենք նշանդրեքին փող չենք վերցնում, թաղումին ծննդի կնունքի փող չենք վերցնում, այլ նաև մենք մեծացնում ենք մեր երեխաներին Տիրոջ տան մեջ։ Մենք ոնց կարող ենք մեր երեխեքից փող վերցնենք, հասկանում եք, այս սրանով է տարբերվում, որ ավետարանական եկեղեցի եկող ամեն մի փոքրիկ անդամ, մանուկից մինչև մեծը, նա ընտանիքի անդամ է։ Այդ նույնը ոնց որ Արմենը ամուսնացնի իր տղային Վարդանին ու փող վերցնի։ Այդպես բան չի կարող լինի մեր մեջ։ Սա ընտանիքը, որտեղ կրթվում են մեր երեխաները, տեսնում են ինչպես պետք է լինի նշանդրեքը, հետո ամուսնությունը, հետո ծնունդը, հետո հարսանիքը, հետո ծնունդը, հետո կնունքը, հետո նաև թաղումը, ամեն ինչը, սա մի ընտանիք է, որը իր մեջ սովորացնում է, կրթում է հենց մանկուց եւ երեխաներին դնում է ճիշտ ճանապարհի վրա։ Խնդրում եմ մի հատ էլ բացենք ծննդոց գլուխ եւ կարդանք ծննդոց 24-րդ գլուխ 15-ից։ Այստեղ Աբրահամը իր որդու համար ուղարկում է իր օգնականին, որ նա գնա իր որդու համար աղջիկ ուզելու։ Տղաներ չի գնում։ Հայրն էլ նույնիսկ չի գնում, այլ գնում է օգնականը, հոր օգնականը, բայց որ գնում է հասնում է այդ տունը, որովհետև այդ տնից են ուզում աղջիկ վերցնել։ Իսրայելի աղջիկներից են ուզում վերցնել, հոգևոր աղջիկ են ուզում, ոչ թե հենց աշխարհի, այլ հոգևոր աղջիկ, շատ կարևոր է այստեղ։ Ասում եմ, քանի որ ես չեմ ուզում դու Քանանի աղջիկներից առնես, ես ուզում եմ Լաբանի տան աղջիկներից, որոնք ավելի հոգևոր են, որոնք ավելի մոտ են Աստծուն։ Եվ ասում եմ, երբ որ նա եկավ, ասում եմ, աղբյուրի մոտ կանգնեց ու ասեց, այն աղջիկը, որ դուրս կգա ու կասի, ես քեզ ջուր կտամ, ես նրանից ջուր կուզեմ, կասի, ես քեզ ջուր կտամ եւ ոչ միայն քեզ, այլ քո ուխտերին եւ քո հետ եկած բոլորին ջուր կքաշեմ, որովհետեւ ջուրը դա այնպես չէ, որ մեր մոտի նման է, Հայաստանում տեսել եք, չէ՞, բուլբուլակները, բոլոր տեսել եք, այդպես չէ։ Մեր մոտ եթե ջուրը դուրս է գալիս, այնտեղ դուրս չի գալիս, այնտեղ շատ խորը փոս է, եւ պիտի քաշես այդ ջուրը դույլերով հանես, ոչ թե մարդուն մի բաժակ ջուր տաս, այլ ուխտին ջուր տալը դա մի մեծ խնդիր է, բայց այս մարդը ասեց, ես այս աղջիկը պետք է ասեր, ես կկերակրեմ նաև ոչ միայն քեզ ջուր կտամ, այլ նաև քո ուխտերին էլ կտամ։ Եվ տեսեք ինչ է կատարում, երբ տակավին խոսքը
չէր վերջացրել, ահա Սափորն ուսին դուրս եկավ Ռեբեկան, Աբրահամի եղբոր Նոքիրի մեղքի կնոջ որդին Բաթուելի աղջիկը։ Աղջիկը շատ գեղեցիկ տեսքով էր, կույս էր, որին դեռ ոչ մի տղամարդ չէր մերձեցել։ Նա իջավ դեպի աղբյուր, լցրեց իր սափորը եւ բարձրացավ վեր։ Ծառան վազեց նրան ընդառաջ եւ ասեց. «Խնդրում եմ, սափորիցդ ինձ մի քիչ ջուր տուր խմելու»։ Նա ասեց. «Խմիր, տերիմ»։ Սափորն իսկույն իջեցրեց իր ձեռքի վրա ու խմեցրեց նրան։ Երբ վերջացրեց նրան ջուր տալը, ասաց. «Քո ուխտերի համար էլ ջուր հանեմ, մինչև որ բոլորը խմեն ու հանգստանան»։ Եվ այս դարձավ մի օրհնություն, որ այս աղջկան Ռեբեկային ամուսնացրեց, բերեցին եւ արդեն ամուսինը տեսավ, ասում է հենց որ տեսավ, շատ ուրախացավ, որովհետեւ իր սրտով էր։ Գիտես ինչ կա, երբ որ մարդը տեսնում է իր կեսին, ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես գնա, Աստված եսին որտեղից, Հայաստանից, Մարիամի վերցրել բերել աստեղ, երեք խոսում էին, պատկերացրեք, անենց էր որ անցյալ տարի իրան նույնիսկ քիչ էր մնում դեպորտ անեին, հեռացնեին, ժամանակը չէր լրանում, ու այս աշխատողը գնացել էր օդպուսկ, եկավ ուշացել էր, այդ մարդու պատճառով չէր, իր փաստաթղթերը նորմալ, նա օդպուսկ է գնացել, ժամանակին արի այս մարդու գործ արա, եւ դեպորտի տակ էր ընկնում, մի քանի ժամ էր մնացել, որ Մարիամին դեպորտ անեին ստեղից։ Հիշում եք, եկեղեցի, ես խնդրեցի, բոլորս աղոթում էինք, հիշում եք, ու Մարիամը անհավատալու բան էր, ես ձեզ բան եմ ասում, ես երեք ասում եմ, Մարիամ, դու հավատք ունեցող մարդ ես, զորավոր մարդ ես, ես շատ քիչ մարդկանց մեջ եմ սենց հավատ տեսել, ոչ մի հատ վեճ չվերցրեց իր հետ։ Անենց էր, որ իրան ասում են, հաստատ մի 3 ամիս ստեղ չերևաց, գնա 3 ամիս հետո նոր կփորձես գալ։ Ասես չէ, ես գնալու եմ ու հետ եմ գալու։ Ժամերի խնդիր էր, Լարսը պետքա հասցներ անցնել, գիտես ինչ եղավ, գնաց, Լարսը անցավ ու հասցրեց, այդ 2 ժամը հասցրեց, Լարսը անցավ, ընդեղից նստեց մի ուրիշ տրանսպորտ, հետ եկավ ու բոլոր փաստաթղթերը նորմալ եղավ։ Գիտես ինչ, Աստված պատրաստում է Գարիկի համար Մարիամ, այսպես ասեմ։ Աստված պատրաստում է ամեն մեկի համար իր կեսին։ Կարող է աշխարհի ծերերը գնաս, կարող է ավելի շատ սիրուն հուրիփերիներ տեսնաս, բայց դա չլինի քո բաժինը։ Հենց որ լինի քո բաժինը, Աստված քո սրտում խոսում է։ Այսինքն մի հատ զանգա ծնգում եւ դու հասկանում ես, որ այս մարդը իմ բաժինն է եւ այս մարդը իմ կեսն է։ Շարունակենք ու անցնենք առաջ։ Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14-րդ խոսքից։ Անհավատների հետ սերտ հարաբերություն մի ունեցեք։ Այստեղ այս թարգմանությունը, բայց ես այս թարգմանությունը անկեղծ ասած չեմ սիրում։ Իմ թարգմանության մեջ գրված է անհավատների հետ լծակից մի եղեք։ Լծակից դա նշանակում է 2 հոգով լծվում են մի բեռի տակ, որ կառուցեն իր ընտանիքը։ Անհավատի հետ լծակից մի եղիր, ասում։ Նա սիրելու է աշխարհը, սիրելու է աշխարհի միջի աղբը, մի քանի րոպեյանոց հաճույքները, ընկերների հետ նստելը, ընկերների հետ խմելը, ես չգիտեմ ինչը, եւ մի օր քեզ թողնելու է մենակ։ Եվ ասում է այստեղ Տիրոջ խոսքը, երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ, սիրելի երեխեք ջան, ես շատ ուրախ եմ, որ երիտասարդները այստեղ են, 16 տարեկանից բարձր, ովքեր ամուսնացած չեն, այս խոսքը ձեզ է ուղղվում, անհավատների հետ լծակից չլինեք, անհավատի հետ չամուսնանաք, այսպես ասած, չամուսնանաք անհավատի հետ, բայց որպեսզի հավատացյալի հետ ամուսնանաս, դու ինքդ պետք է հավատացյալ լինես, եկեղեցու մեջ լինես, եկեղեցու մի հատ գործ անես, ծառայություն անես, որ տեսնան քո մեջի, գիտես ինչ, մենակ տեսքով չեն գնահատում մարդուն, մենակ սիրունությունդ որն է, սիրունությունդ անցնելու է գնա, սիրունությունդ մի քանի տարի է, հիշիր, տեսքդ մի քանի տարի է, գեղեցկությունդ մի որոշակի ժամանակ է, դա չի կարևոր, հավատացեք, դա էլ է կարևոր, բայց դա չի ամենակարևորը, ամենակարևոր գեղեցկությունը, որ դու ունես քո հոգում Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս,
Դու գեղեցիկ ես 16 տարեկանում Տիրոջ հետ։ Դու գեղեցիկ ես 20 տարեկանում Տիրոջ հետ։ Դու գեղեցիկ ես 30-ում, դու գեղեցիկ ես 40-ում, դու գեղեցիկ ես 50-ում Տիրոջ հետ։ Դու գեղեցիկ ես քո խոր ծերության մեջ Տիրոջ հետ։ Մեկը կասի ամեն։ Այո, ամեն։ Անհավետների հետ լծակից մի եղեք, որովհետև արդարությունն աներևության հետ ոչ մի գործ չունի։ Դու արդար ես ապրելու, նա անարդար։ Դու ասելու ես սենց արդար չի, բեր սենց ապրենք, նա ասել է ոչ։ Էս էլ է ճիշտ։ Էս էլ բերանենք, անարդար ձևով փող աշխատենք, անարդար ձևով սենց անենք, անարդար ձևով նենց անենք։ Դու տանջվելու ես քո արդարության ձեռը։ Իսկ ինքը անարդար ձևով ապրելու է ու իր վեճը չի լինելու ընդհանրապես։ Ինչ գործ ունի Քրիստոսը Բելիարի հետ, այսինքն Աստված Սատանայի հետ։ Ինչ համաձայնություն կարող է ունենալ հավատացյալը անհավատի հետ, ոչ մի։ Ինչ հարաբերություն կարող է լինել կամ Աստծո տաճարը եւ կուռքի տաճարը։ Ինչ հարաբերություն կարող է ունենալ։ Ասում ես եկեղեցի եմ գնում, այն էլ կուռքի տաճար է գնում է, ես չգիտեմ, նկարներ է պաշտում, խաչը դնում, խաչին է պաշտում։ Հարգելիներս, մենք խաչին չենք պաշտում, մենք պաշտում ենք խաչյալին, որ մահացավ եւ հարություն առավ։ Մենք պաշտում ենք կենդանի Հիսուս Քրիստոսին։ Մենք մեռած նկարներին, մենք մեռած մարդկանց չենք պաշտում։ Դուք կենդանի Աստծո տաճար եք, ինչպես որ Աստված ձեզ արարեց, ամեն։ Եվ հաջորդը Սամսոնը թամնանացի աղջկա հետ, տեսեք, ես էլ եմ ուզում կարդամ, որ ուշադիր լինեք ու զգուշ լինեք ձեր կյանքի մեջ, ասենց բաներ կա, սիրելի ծնողներ, ովքեր ծնողներ են, ձեր բարձրացրեք, խնդրում եմ, ձերքս խոսքս ձեզ է ուղղված, որ դուք այսօր ծնող եք եւ պետք է ամուսնացնեք ձեր երեխաներին։ Գալիս է մարդու կյանքում այսպիսի մի բան, ես շատ հաճախ եմ ասում, հարազատս, որ դու գալիս ես, մենակ մի արի ստեղ, քո երեխուն բռնի բեր ստեղ, պրոստը բեր նստացրու ստեղ։ Թող այդ մարդը քո խոսքը չլսի, թող լսի Տիրոջ խոսքը, որ ուրիշ տեղ չեն տա։ Ոչ համալսարանում կասեն այս մասին, ոչ մի տեղ այս մասին դու չես լսի։ Այն որ ասում է ռուսերեն շատ տարբեր բաներ, ասում է լյուբով զլա, պալյուբիշի, մեկը չի ասում այն մարդ։ Դա պալյուբիշի կազլա, չես հասկացել, չեք լսել, ես բամենակ ես եմ ես բաներ լսում։ Դե արի լսի տես որտեղ է գրած այդ մասին։ Չգիտեիր, որ այդ մասին գրած Աստվածաշնչում։ Լյուբով զլա, հեսա դատավորած 14-րդ գլուխ առաջ խոսքից։ Եվ Սամսոնը իջավ Թամնաթա եւ Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մեկին տեսավ։ Եվ նա վեր գնաց իր հորն ու մորը պատմեց, ասեց Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա։ Եվ հիմա ինձ համար կին առեք դրան, շուտ արեք գնացեք, հորն ու մորն ասում, շուտ արեք, մեկին տեսել եմ, դուրս եկել է։ Չեք տեսել այս բան։ Չեք լսել այս բան, որ գալիս են ասում են, «Всё, սիրահարվեցի»։ Խեղճ ծնողները մնացել են շիվար, չեն ուզում։ Ծնողները չեն ուզում, ծնողների օրհնությունը այստեղ չկա։ Եվ խեղճ հերը չիման ինչ ան, միթե քո եղբայրների աղջիկներից, տղա ջան, ասում եք, հանգստացի։ Նրա հայրն ու մայրը ասեցին, միթե քո եղբայրների աղջիկներից եւ ժողովրդի մեջից կին չկա, որ դու գնացել ես եւ կին ես առնում անթլպատ փղշտացիներից։ Բայց Սամսոնը իր հորն ասեց, նրան առ ինձ համար, որովհետև իմ աշկերին հաճելի է։ Ինքը հոգով չի ընտրում, ինքը հոգևորով չի ընտրում, մարմնով է ընտրում,
Սիրելի քույրս եղբայրս, մարմնով ընտրություն չանես։ Ուրա տղես, տղա ջան, մարմնով ընտրություն չանես։ Լավ էր, չէ՞։ Նույն աղջկաս եմ ասում, մարմնով ընտրություն չանես, դառը կլացես ու կլացեցնես քո ծնողներին ու դառը կդատես ու կնստես, վերանները բացել են, ջահելները չեն էլ հասկանում սկի ինչ եմ ասում, անկեղծ ասած, որտև չեն անցել, չեն տեսել այդ դառնության օրերն ու ժամերը, թե ինչ կարա կատարվի, դա կատաստրոֆա է, հավատացեք, ով որ անցել է, նա գիտի դրա դառնության աստիճանը, նա կարա այսօր ասի, այո, ամեն, եթե ես վախտին լսեի, խելք ունենայի, հեռու մնայի, տիրոջ տան մեջ լինեի, տիրոջ խոսքը կատարեի, իմ հետ սենց չեր լինի։ Խնդրում են ծնողներն, ասում են, հեռու մնա, այս մարդուց հեռու մնա, որտև Աստված ծնողներին դրել է որպես հրեշտակներ, պահապան հրեշտակներ, որ պահապան լինեն, ճիշտ ուղղություն ցույց տան, ասեն, այս աղջկան առ, այս տղայի հետ ամուսնացի, զգուշ եղի, որտեղից առնես, հոգևոր ընտանիքից առնես, եկեղեցի գնացող, եկեղեցում ծառայող, որի մասին հովիվը կկանգնի կասի, Սուրբ Հոգով մկրտված է, ջրով մկրտված է, օրհնված է, Տիրոջ տան մեջ ծառայություն արող է, այս երեքը որ ասեցի, երեքն էլ Մարիամը ունի, գիտեք, երեքն էլ Մարիամի մեջ կա, հենց նես գալով գնալով չի, ուր է քո ծառայությունը, ինչ ես դու անում Տիրոջ համար, դա ցույց է տալիս քո սերը դեպի Աստված, Առեք այն մարդու, որ սիրում է Աստծուն, այն աղջկան, որ նվիրված է Տիրոջը, նվիրված չի այս աշխարհի հաճույքներին, այս առավ կսիրեմ, այս չարան մարդս չեմ սիրի, հո տես չի, հո ունեցվածքի համար չես սիրում ամուսնուդ, կարող է մի օր էլ մի բան չունենա, չառնի, դա շատ սարսափելի է, որ տան մեջ կինը կասի, այս բանը որ չառավ, քյութում մնա տանի, Այդ ինչ է նշանակում, այսինքն փողով դու սիրես քո ամուսնուն, հասկանում եք ինչ եմ ասում, Մատթեոս առաջի գլուխ, այստեղ մի քիչ 19, երևի ավելի շուտ, 18 խոսքից կգրեք, 17-ից, և ասում է, Հովսեփը նշանված էր Մարիամի հետ, նախքան նրանց մերձենալը, Մարիամը հղիացած գտնվեցավ Սուրբ Հոգուց, և Հովսեփը, որ արդար էր և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակեմ գնա, և մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասեց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Հասկանում եք ինչ եղավ։ Տղամարդը, Հովսեփը, հասկանում եք ում մասին է խոսքը, Հովսեփը, Մարիամը, որից ծնվեց մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, նշանված ժամանակ գոյություն ունի։ Հայտնաբերեց, որ իր կինը հղի է։ Դա ես չեմ կարող պատկերացնել տղամարդու համար դա ինչ կարա լինի, ոնց կարա տղամարդ դա ընդունի։ Կարծում եմ, որ իմ ճանաչած ոչ մի տղամարդ դա չի ընդունի։ Իմ ճանաչած ոչ մի տղամարդը, որոնց ես գիտեմ մեր եղբայրների, դժվար թե մեկը ընդունի ասի, ես չգիտեմ, այս աղջիկս հղիացած է, որտեղից է, ինչ է, ես ոնց ամուսնանամ։ Ուստեղ գալիս է Տիրոջ Սուրբ Հոգին, այցելում է ու ասում է, մի վախեցիր քո կնոջը առնել, որովհետև դա մարդուց չի, դա Աստծուց ուղարկված զավակ է ամբողջ մարդկության, փրկության համար, մեզ համար։ Եվ այստեղ Հովսեփը ընդունում է իր կնոջը Մարիամին ու ընդունում է այդ ժամանակը, ամուսնանում են,
դա էլի նշանդրեքի ժամանակն էր, էլի նշանդրեքի ժամանակը սրբության պահելու մասին ես նորից ու նորից ուզում եմ ասեմ։ Դրանից հետո կա այսպեսի մի հատ իրավիճակ, որ հետո գալիս են Հիսուսին այսպիսի հարց են տալիս, Մատթեոս 19-րդ գլխի 7-րդ խոսքից։ Հիսուսին ասեցին, ինչու Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ, բաժանության մասին, ուզում եմ մի փոքր այս մասին էլ խոսեմ։ Ասում եմ, ինչու Մովսեսը մեզ ասեց թող բաժանվեն, իսկ դու ասում ես թող չբաժանվեն։ Հիսուսը ասում էր, չի կարելի, որ մարդիկ բաժանվեն, որովհետև երբ որ եղավ, այսօր ով ասեց, չեմ անում, ասեց, երբ որ Արամի ու Թագուհուն օրհնեցինք ստեղ, դու ասեցիր Մելանքու ջան, հա, ասեց, մեր եկեղեցում բացվեց դռները ամուսնությունների։ Հետաքրքիր բան ասեց, չանցավ 2 շաբաթ, այնով էր ասում, Բեգլարն էր, չի ասում, ինչքան գիտեմ ձեզ մոտ ամեն շաբաթ հարսանիք կա, հա։ Հաստորեն ճիշտ են ասում, ամեն շաբաթ մի հարսանիք կա մեզ մոտ։ Եվ կգա ամուսնության ժամանակը, Անահիտ էլի խաղ անում, հետո վերջը, կգա ամուսնության ժամանակը, Անահիտ, ու ես կասեմ այդ մասին, որ մինչև մահը չբաժանի ձեզ, այսինքն չկա ոչ մի պատճառ, որ ձեզ կարա բաժանի։ Կգան շատ պատճառներ։ Գիտեք մարդիկ ինչ են բաժանում։ Չգիտեք ինչ են բաժանում։ Ամենաստից պատճառների համար։ Եթե դու ուշադիր նայես, դրանք փուչ պատճառներ են։ Շատ փուչ պատճառներ են։ Ասում եմ, բա ինչպես Մովսեսն ասեց, բաժանման թուղթ եմ տալիս գնա։ Եվ Տերն ասում է, Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես բան չի եղել։ Հասկանում եք, մարդիկ այնքան խստապարանոց են լինում, այնքան խիստ սիրտ են ունենում, որ ասում են, ինչ ուզում ալնի, վсё, բաժանվում եմ ու ամեն ինչ կործանում են, քանդում են իրանց տունը, քանդում են երեխաների կյանքը, բերում են դժբախտություն իրանց տան մեջ, որպեսզի իրանք ազատ լինեն, ումից ազատ լինեն, ինչից ազատ լինեն, ազատ լինեն մեղքի մեջ ապրելու, ուրիշ ոչ մի բան, ազատ լինեն գնան դառնան մեղքի գերին, ոչ թե գան Տիրոջ տուն, սիրով ուրախությամբ լցվեն։ Սիրելիներս, մի փոքրիկ խոսք էլ վերջաբան ասեմ, այսքանով շուտ կվերջացնեմ այսօր։ Ես քույրերին եմ այս խոսքս խնդրում, հորդորում, ասում, այս խոսքս փոքրիկ կոչվում է այսպես, սիրաշահել, այս շատ հետաքրքիր բառ է մեր հայկական լեզվում, հայոց լեզվում, սիրով շահել։ Սիրելի Մարիամ ջան, թանկագին քույրիկ ջան, քեզ եմ ասում, բայց թող վերաբերվի բոլոր աղջիկներին ու քույրերին ու մայրերին, ովքեր կան եւ կանանց։ Եթե դու կարողանաս սիրով շահել քո ամուսնու սիրտը սիրով, ոչ զորով, ոչ կանացի կապրիզով, ոչ ֆրիկներով, ճռիկներով, վերջը տարբեր տեսակի բաներ չօգտագործես, ոչ մի աֆերիստություն, կանացի խիտրեստ, կանացի տարբեր տեսակի հիմարություններ, այլ սիրով, սեր կօգտագործես, դու կշահես։ Սիրով շահիր քո կեսին, սիրով գրավիր իրան։ Ես գրել էի Եստերի մասին, հիմա չեմ կարդա այդ մասին, խնդրում եմ գրեք ձեր մոտ, ովքեր տնային եկեղեցի են անցկացնում, թե ինչպես Եստերը շահեց իր ամուսնուն։ Թագավորը, որ
ասма շատ մեծ էր իր իշխանությունը, ամբողջ Պարսից թագավորը, որն էր նաև ամբողջ տարածաշրջանի թագավորների 70-ից ավել թագավորներ էր հրավիրել իր մոտ եւ 7 օր հարսանի քեֆ ուրախություն խնջույք արեց եւ ցույց տվեց իր պալատը, ասма պատերից, անգամ պատերից կախված էին ոսկյա շղթաներ։ Պատկերացնես ինչ խնջույք է արել մեծ օրհնություն բոլորի համար, ասма, եւ չկար իր թագավորության մեջ մեկը, որ մի բաժակ խմեր կամ մի բանից օգտվեր, ասма այնքան էր լեփլեցուն լցրած, որ ամեն ինչից կարող էին օգտվել եւ նվերները արծաթից ու ոսկուց էին, երբ որ նվեր էին տալիս արծաթից ու ոսկուց էին։ Եվ երբ որ կանչեց իր կնոջը, որ կինը գար, որ շատ գեղեցիկ է, իր կողքին լինի, կինը հրաժարվեց գալ եւ ամուսնու կողքին լինի։ Պատկերացնում եք, այդ ինչ դաժան բան է տղամարդու համար։ Դա նշանակում է տրորեց, ոտքերը սրբեց իր ամուսնու վրա։ Երբ որ կինը հրաժարվում է տղամարդու հետ ինչ որ միտեղ հրավիրել են իրան, կինը ասում է, ես չեմ գալիս, այսինքն ես քեզ խայտարակում եմ այս մարդկանց առաջ, որտեղ որ չի գալիս, նա խայտարակում է իր ամուսնուն այդ մարդկանց առաջ։ Գիտես ինչ արեց թագավորը, կանչեց բոլորին, ասեց, դե ես չեմ դուք եք, ինչ անենք։ Գիտեք ինչ որոշեցին, ասեցին, այս խայտարակությունը, որ արեց քո կինը մեր առաջ, կանի ամբողջ երկրի կանայք իրենց ամուսիններին։ Մենք չենք կարող այս ամենը թույլ տալ, որ լինի, եւ դու չես կարող թույլ տալ։ Եվ կնոջը կանչեց Վաշտիին եւ հեռացրեց թագավորական տնից։ Ես տեսել եմ Կորեայում հետաքրքիր առանձնատունը, որ թագավորի կինը ապրում էր այդ առանձնատանը։ Դա մի շքեղ տուն էր, պատկերացնում եմ, ասեմ, հլտես, Վաշտիին հեռացրեց թագավորը, այսպիսի մեծ հնարավորություն էր տվել թագավորության մեջ ճոխ ապրելու եւ այդ ամեն ինչից զրկեց ու շպրտեց, կարելի ասել, դուրս եւ այդ տեղը գրավեց ով մի հատ հեզ, խոնար, սիրով լցված, որ իր ամուսնու աչքին հաճելի կլինի։ Սիրելի քույրերս, շատ նուրբ բան եմ ասում, ուշադիր լսի ինձ Մարիամ, եթե դու կարողանաս անել իր սրտի ուզածը, չես պատկերացնում ոնց մի քանի ամիս հետո նա կանի քո համար 100 անգամ ավելի շատ բան։ Երբ որ հակառակվես, դու ոչ մի բանի չես հասնի։ Սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, ծնողներ, հարազատներ, թույլ տվեք այսքանով ավարտեմ խոսքս ու հիշեք սիրով շահելու մասին։ Սիրով շահիր քո ամուսնուն, սիրով շահիր Գարիկ ջան քո կնոջը, քաղցր խոսքով, սիրով, ջերմությամբ եղիր նրա կողքին, եղիր նրա ծնողների կողքին, ծնողների համար եմ ուզում ասեմ, երկու բառ էլ թույլ տվեք ծնողների մասին ասեմ ու նոր ավարտեմ, Գարիկ ջան, նրանք այսօրվանից կարելի ասել, երբ որ ամուսնացաք, հիշիր, որ դու ոչ թե 2 ծնող ունես, այլ 4-ը։ Նույն ձևով դու պետք է հասկանաս Մարիամ ջան, որ Գարիկի ծնողները քո ծնողներ են։ Գարիկի քույր եղբայրները քո քույր եղբայրներն են։ Քո քույր եղբայրները Գարիկի քույրերն են ու եղբայրներն են։ Եթե դու դառնացնես Գարիկի ծնողներին, դու ինքդ շատ դառը օրեր կքաշես։ Չի կարա իր ծնողներին նա ուրանա, մոռանա, այո, կթողնի, կհեռանա, մի քիչ առանձին կլնեք, կապրեք, բայց եթե դու ատես, չսիրես, դու կդառնացնես Գարիկի կյանքը։ Նույն ձևով դու Գարիկ ջան, մենք ունենք էլի ազգային ոնց ասեմ, շատ
ուրիշ բար չի գալիս բերանս, ախմախ բան ունենք էլ ուտեց։ Ասման բանը, զոքանչների մասն եմ, պրոստոս մասը, Գարիկ ջան, ինչ ասես ասվել այդ խեշ կնանիքին, չեն աս, որ այս մարդիկ ամենահարազատ մարդիկ են։ Ամենաշատը, աս քեզ ասում, զոքանչն է սիրում իր փեսային։ Օրինակ իմ զոքանչի շատ սիրում։ Նրանք էլ է շատ իմաստուն, այսպես ասած, հա։ Գիտեն ում սիրեն, որ լավ լինի իրանց աղջկա համար։ Էնպես որ դու էլ շատ կսիրես իր ծնողներին, Գարիկ ջան, եւ իմացի շատ կարևոր մարդիկ են իրանք քո համար, որ քեզ համար իրենց կյանքը դրել են, իրենց աղջկա կյանքում բոլոր աղջիկներին ա վերաբերվում, բոլոր կանանց, իրենց կյանքը դրել են իրենց համար իր ծնողները, որ մի օր նվեր տան քեզ։ Երեք հարցում եմ ասեմ, երբ եք ուզում ամուսնանաք, ասում շուտ, յա։ Ուրեմն որ Լաբանը գնացել էր Հակոբը, էդ էլ գրեք, խնդրում եմ տնայի եկեղեցում կկարդաք այդ մասին, Լաբանի մոտ Հակոբը գնաց, որ Լաբանից ասում տեսավ, սիրահարվեց Լիային, Լիան էր, չէ, Լիային սիրահարվեց, ու ասում երբ որ եկավ հորից ուզելու, ասեց Ռաքելեն 7 տարի ասեց, հա, 7 տարի Ռաքելին կաշխատեց ինձ համար, որ հետո տամ քեզ։ 7 տարի պատկերացնում ես, այսօր այս մարդիկ չեն ասում 2 տարի կաշխատես մեզ համար, Գարիկ ջան։ Բախտդ բերել է։ Հետո 7 տարի հետո խաբեցի, այն մի աղջկան։ Հետո որ զարթնես տեսավ, ես ինչ եմ արել, հետո ասել, դու ես արել, հիմա 7 տարի էլ կաշխատես, և այսպես 14 տարի իր սիրո համար ես սենց բան չեմ տեսել։ 14 տարի աշխատել կնոջ համար, սիրո համար, որտև այդքան սիրում էր։ Ես ուզում եմ էլի քույրերին ուղղել խոսքս, ինչ ես կպել ասա այս քույրերին, դետեց, տղամարդը եթե սիրում է, 10 էլ չէ, 20 էլ կծառայի, կաշխատի, սարեր շուր կտա, որ հասնի իր սիրած էակին, չհիասթափեցնեք այդպիսի տղամարդուն, չհիասթափեցնես, որ չուզենա հասնի քեզ։ Տերը օրհնի ձեզ